կոմունիկացիոն հնարավորություններ ստանալու մասին։ Իդեպ, եթե նայենք Թուրքիայի երկաթգիծը այդքան զարգացած չի, ինչքան թվում է, ասենք դա եվրոպական երկաթգծի մակարդակ չի, այնպես դանդաղաշարժ երկաթգիծը ըստ էության, հա, ասենք քաղաքների մեջով անցնող, նրանք վաղուց խնդիր ունեն մոդեռնիզացնելու այդ համակարգը։ Իհարկե այնտեղ այնպես չի, որ մի կախարդական փայտիկով, չգիտեմ, մոգական ինչ-որ որոշումներ կան, բայց այնուամենայնիվ մենք խոսում ենք նոր պոտենցիալ հնարավորություններ ստանալու մասին եւ առաջին հերթին ոչ թե Թուրքիայի շնորհիվ, այլ Եվրոպա եւ ընդհանրապես Եվս մեկ հարց, այդ ոլորտը ջեթադրենք մենք բացեցինք սահմանը։ Ինչ երաշխիքներ կան, որ Թուրքիան Վրաստանից թանկ գներ չի սահմանի եւ արտահանումն ավելի կընթանկանա ու կբարթանա Խաչատուրյան վրեժ տնտեսագետ։ Ենթադրենք Թուրքիան ջղային ջաջայա որոշում է, որ ուրեմն թանկ գներ լինեն, որպեսզի պատժեն հայերին։ Այդ դեպքում մենք կշարունակենք օգտվել վրացական կոմունիկացիաներով։ Ինչ մասն է խոսքը։ Այսինքն չենք կորցնի բոլոր դեպքերում։ Մենք հիմա ունենք ըստ էության էլի մենաշնոր դիրք վայելող կոպիտ ասած, հա, Վրաստան։ Հիմա կունենանք մի հատ Վրաստան, մի հատ էլ Թուրքիա։ Խնդրեմ, արդեն կավեճանա որոշակի մրցակցություն։ Ինչ պետք է անի հայ գյուղացին, երբ սահմանը բացվի եւ թուրքական մթերքն ավելի էժան լինի, արդյոք կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի ոլորտը կարգավորելու համար, Մարատ Ասատրյանն է հարցնում։ Կարծում եմ, որ այ հենց գյուղատնտեսության հետ կապված եւ ոչ միայն Թուրքիայի սահմանի հետ բացման առումով, այլ նաեւ օրինակ, դուք գիտեք, Ավստրիայի համաշխարհային կազմակերպության անդամակցության տեսանկյունից մենք որոշակի պարտավորություններ ունեցանք, որի ներքո մենք ուղղակի պարտավոր ենք գյուղատնտեսությանը ուրեմն որոշակի սուբսիդավորման ծրագրեր նախատեսել, ինչպես նաեւ գյուղատնտեսության պայմանների բարելավման, զարգացման եւ այլն։ Հայ գյուղացին պետք է ապավենի մեր կառավարության վրա։ Ծանրագյուղացու գործ։ Կառավարությունը այստեղ անելիք ունի միանշանակ եւ նորից անդրադառնանք այն հարցին։ Մենք պատրաստ չենք։ Իսկ երբ պատրաստ կլինենք։ Պատասխանը մենք պետք է պատրաստ լինենք։ Այնպես որ մեր բարեփոխումները եկեք տեսնենք վերջին 10 տարին ինչ են, ոչինչ չեն արել։ 10 տարի կառավարությունը զարգացումներ, բարեփոխումներ չի արել։ Հիմա մենք սպասում էինք ինչին։ Այս իմաստով հայտնի է եւ գաղտնիքներ չկան, բոլորը գիտեն եւ փառք Աստծո մեր կառավարությունը հստակ հասկանում է եւ տեսնում է ինչ քայլերի պետք է գնանք, որպեսզի մասնավորապես գյուղատնտեսության Եվս մեկ հետաքրքիր հարց Էլիաս ոլորտից։ Ով կթողնի, որ շարքային քաղաքացիները ներմուծեն ապրանք։ Միթե դրանով չեն զբաղվի այն օլիգարխները, որոնք զբաղվում են դրանով, Սարգիս Քլոյան տնտեսագետ։ Ուրեմն այսօր քանի դեռ ճանապարհները այնպիսինն են, որ նրանք ոչ միայն թանկ են, այլ նաև մատչելի չեն, դժվար են։ Այսինքն այսօրվա մեր կոմունիկացիաները այնպիսին են, որ սովորական մարդու համար շատ դժվար է նույնիսկ պայմանավորվածություններ ձեռք բերել, Վրաստանում ինչ որ հարցեր լուծել, ինչ որ լաստանավեր եւ այլն։ Այստեղ մենք ստանում ենք շատ ավելի զարգացած, շատ ավելի լիբերալ հնարավորություններ, շատ ավելի մոտեցված եվրոպական չափանիշներին, եւ եթե այսօր շարքային քաղաքացին չի կարող նման ակտիվություն ունենալ բիզնեսում, ապա ինքը այս դեպքում կունենա տասնապատիկ ավելի մեծ հնարավորություններ։ Թե ինչպես նա իրեն կդրսևորի, սա արդեն կյանքը ցույց կտա, բայց համեմատական իմաստով այստեղ մենք ստանում ենք շատ ավելի կատարյալ հնարավորություններ, քան ունենք այժմ։ Հեղին է տնտեսագետ, ինչու չի դիտարկվում տնտեսական անվտանգության ապահովումը, որը շատ կարևոր է տնտեսության համար։ Ես ճիշտ ասած այս ոլորտին այսքան լուրջ չեմ վերաբերվում տնտեսական անվտանգության ասած, որովհետև տնտեսական անվտանգության ապահովում նշանակում է վերևում ես ասացի, ունենալ կատարյալ տնտեսվարման մեխանիզմներ, ունենալ զարգացած կարգավորման ինստիտուտներ։ Ամեն պետություն նման ինստիտուտներ պետք է ունենա։ Այո, մենք այսօր չունենք, բայց մենք պետք է ունենանք եւ սա կապել էլի հայ-թուրքական հարաբերությունների հետ համարում եմ անհնար։ Անդրանիկ Խաչատրյանը մաթեմատիկոս հարցնում է, քանի որ մեր տնտեսությունը մենաշնորհային է, սահմանի բացումը կբերի այդ սահմանի մենաշնորհային օգտագործման։ Հարց, ինչպես վերացնենք։ Այս իմաստով ես համամիտ չեմ։ Ինչի, եթե Վրաստանից է գալիս, դու ասում ես Տամոժնիկ այսա չթողես ներկրեն, մի հատ տամոժնիկ ընդդա կանգնելու, ասած չթողես այսա ներկրեն։ Կա տարբերություն։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այսօր քանի դեռ մեր սահմանը նորից եմ ասում, ոչ միայն դժվար է, ոչ միայն թանկ է, այլ նաև դժվար է մեր կոմունիկացիաները։ Այս մոնոպոլիստները, ոնց որ ասած, մենաշնորհ են ձեռք բերել այս գործիքները օգտագործելու։ Նման դեպքում խոսքը գնում է նորից ասում եմ տարանցիկ նոր հնարավորություններ ստանալու մասին։
կօգտագործենք թե չէ։ Կգա մի իտալացի, կգա մի հույն, կգա, չգիտեմ, մի լիբանանցի, կգա եւ այլն ձևնարկություններ, վերջին հաշվով տրանս նացիոնալ կորպորացիաներ, որտեղ մեր ներմուծողի խնդիրը չի։ Եվ որևէ մեկը չի կարողանա մոնոպոլացնել այս սահմանը, եթե մեծածավալ հոսքեր առաջանան, ներդրումային եւ ապրանքային հոսքեր։ Սրա մասին է խոսքը։ Այսօր Վրաստանի սահմանով որևէ իրեն հարգող մեծ խոշոր խաղացող այստեղ չի գալիս, որովհետեւ վերևում բացատրեցի ինչ պատճառներով։ Այս դեպքում մենք անմիջապես հայտնվում ենք մեկ այլ իրավիճակում։ Թոշակարու Մանուկյանը գեղարվեստական ձևով ձեզ հարց է եղում։ Սահմանի բացումը նման է բաց ծով դուրս գալուն մի խղճուկ նավակով։ Միթե մենք կարող ենք մրցել Թուրքիայի հետ։ Չա դες ասեմ, պարոն Սարգսյան, ինչ հետաքրքիր, մեր ժողովրդի մեջ նստած է, որ մենք մշակույթ ունեցող, զարգացած, քաղաքակիրթ ազգ ենք, թուրքերը բարբարոս, հիմա մենք վախենում ենք նրանց հետ մրցակցելուց։ Խելն է այդ բարբարոսների հետ մրցակցել է այդպես վախենալու։ Երկու պատասխան տամ, առաջինը ես չեմ կարծում, որ թուրքերը, այսօրվա թուրքերը, այն որ հայրը ասում են թուրքը մնում է թուրք։ Համամիտ չէ մեզ բանաձևի։ Չէ, շատ թուրքեր եմ տեսել, շատ զարգացած, շատ մշակութային, գրագետ, բարձր գիտելիքներ ունեցող, իդեպ որի մասին մենք այսօր երևի թե նույնպես պետք է խոսենք, որովհետև ոլորտներից մեկն էլ սա է կրթությունը։ Այնպես որ ես մեկ եւ երկրորդը, իսկ ինչի մենք պետք է մրցենք։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Բոլորի մոտ ինչ որ սպորտային տրամադրվածություն կա։ Կամ մենք այսինքն սահմանը բացում ենք ու սկսում ենք մրցել։ Ախր ինչ մրցելու մասին է խոսքը։ Ես չեմ կարծում նույնիսկ որ որևէ թուրք մտածում է մտնի մեր սահման ու սկսի մեզ հետ մրցել։ Վերջին հաշվով եկեք ճիշտ հասկանանք, Թուրքիայի տնտեսությունը եւ կարողությունները այսօր հսկայական են մեր համեմատ։ Այ մարկած որպես վախ կա ներքին, պարոն, որ այս խոշոր կորպորացիաները թուրքական յաթաղանը սրած սպասում են որ ներդրումներ անեն ու քայքայեն մեր տնտեսությունը։ Դա ծիծաղելի է, այստեղ ինչ կարող եմ ասել, ընդհանրապես կարելի է հումորով վերաբերվել։ Ես չեմ կարծում որ մենք մրցելու խնդիր ունենք։ Այո, թող գան թուրք գործարարները, թուրք ներդրողները։ Թուրքական կապիտալը ինքնին կապիտալը վնասարար բան չի մեր։ Դե չգիտեմ, հիմա տեսեք Վրաստանում ինչ արեցին, ինչ վատ բան արեցին այս տարիների ընթացքում։ 18 տարի Թուրքիան Վրաստանի հետ աշխատում է։ Ինչ արեցին, խեղդեցին, սպանեցին վրացիներին, ինչ արեցին։ Վերջին հաշվով աշխարհում զարգացումներ են գնում եւ այսօր Թուրքիային դիտարկել իբրև նախորդ դարի Թուրքիա չի կարելի։ Եվ վերջին հարցը սահմանի բացումը ինչ կտա շարքային գործազուրկ քաղաքացուն աշխատանք, աշխատավարձ թե ապրանքի միջոց նախկին բանվորուհի Գայանեն է հարցը։ Սահմանի բացումը տիկին Գայանեին ուղակի կապելով ոչինչ չի տա, որովհետև եթե նա ուզում է սահմանի բացման արդյունքում աշխատանք ստանալ, սրանք ուղղակի կապված չեն։ Այսինքն աղքատ շերտերին ինչ կտա։ Աղքատ շերտերին կտա ի վերջո հնարավորություն, որ մի գեղեցիկ օր եւ տեսանելի ապագայում, որովհետեւ այսպես ասեմ, այսօրվա մեր կացութաձևը մեզ չի ապահովում, որպեսզի մենք տեսանելի ապագայում աղքատություն հաղթահարենք եւ բարձր որակի կյանք ձևավորենք այս երկրում։ Բաց սահմանները տալիս են հնարավորություն եւ հիմա ասել, որ սահմանը բացեցինք եւ մենք շքեղ զարգացում ունեցանք, իհարկե չի կարելի։ Վերջին հաշվով բազմաթիվ երկրներ կան, որոնք ունեն բաց սահմաններ բոլոր երկրները, բայց վատ են ապրում։ Հիմա Վրաստանը չհամեմատենք այս դեպքում, նա լավագույն երկրներից չի, բայց այնուամենայնիվ նրանց շանսերը շատ ավելին են, քան մերը այսօրվա վիճակում։ Այսինքն մենք մեծ իմաստով շանս ենք ստանում։ Մեզ մեծ շանս ենք ստանում։ Այսինքն, եթե մենք այսօր, եթե կոպիտ ասենք, շանս չունենք, մենք ստանում ենք շանս։ Դե հիմա ինչպես կօգտագործենք դա, եկեք դա էլ ուրեմն մտածենք ազգովի եւ վերջին հաշվով այստեղ մի բան էլ կուզեի ասել։ Համայն հայության գերխնդիրը պետք է լինի մեկը՝ կայացնել Հայաստանի Հանրապետություն։ Ոչ։ Միմիայն եւ բացառապես։ Ցեղասպանության ճանաչումը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետություն կատեգորիայից բարձր կատեգորիա չի կարող լինել ի սկզբանե։ Եթե մենք դա չհասկանանք, պատմությունը մեզ եւս մեկ անգամ չի ների։ Շնորհակալություն պարոն Սանդոյան, Տիկին Արուսյակը ասում է, որ հիացած է ձեզանով, հուսա որ սահմանը կբացվի շուտով։ Շնորհակալություն Տիկին Արուսյակին։ Եթե մենք ժամանակ ունենք, ուղղակի ես հիշեցի շատ կարևոր մի բան։ Հիշում եք օրերս եկավ Մեծն Լիկվանյուն, Սինգապուրի հրաշքի հեղինակը, Սինգապուրի, այսպես ասենք, հրաշքի պապիկը, որը հիմա ավագ նախարար է կոչվում, հա, մենտոր նախարար եւ իր որդին էլ շարունակում է իր գործը եւ այլն։ Սինգապուրը սարսափելի աղքատ երկիր էր 40 տարի առաջ։ Նույնիսկ նա պատմում է, թե
չինացիները, սինգապուրցիները չէին կարողանում հասկանալ, որ չի կարելի, ասենք, շենքում թքել, չգիտեմ, եւ այլն։ Մարդիկ ապրում են շատ վատ, կոռուպցիան շատ բարձր մակարդակի էր, աղքատություններ սարսափելի եւ այսօր տեսեք, Սինգապուրը մեկ շնչին ընկնող աշխարհում 9-րդ տեղում է գրավում հարստության մակարդակով։ Ինչքան արագ եւ ինչ զարգացումներ ապահովեց։ Եվ երբ որ մեզանում հարց տվեցին, մեր վարչապետի հետ հանդիպման ժամանակ, եթե չեմ սխալվում, գաղտնիքները, հա, բանալին ինչումն է, առաջինը նա ասեց կրթության մասին։ Եվ առաջինը ասեց, որ դուք պետք է անեք բարձր որակի կրթական համակարգ պետք է ստեղծեք։ Իդեպ ուրախությամբ պետք է օգտվելով ավետից ասեմ, որ այս հոկտեմբերի 6-ին ժամը 1-ին մեզ Ռուսայկական համալսարանում բացումն է լինելու շվեյցարական բիզնես դպրոցի։ Առաջին անգամ մենք արդեն ստեղ պատրաստելու ենք շվեյցարական բիզնես դպրոցն է իրականացնելու այդ ծրագիրը, պատրաստելու է միջազգային մակարդակի MBA մասնագետների եւ ասեմ, որ մեր գնահատականներով մենք այստեղ կարող ենք մրցել Թուրքիայի։ Շատ թույլ ենք, ոչ, չենք կարող։ Չէ, եթե բիզնես դպրոցում գան, սովորեն։ Եթե գան սովորեն, այո, բայց առաջիկա երևի շուրջ 10 տարիների ընթացքում մենք շատ ու շատ զիջելու ենք Թուրքիային, որովհետեւ նրանք ժամանակին հասկացել են առաջին մեծ ներդրումներ են արել կրթական համակարգ եւ ունեն այսօր որոշակի լուրջ զարգացումներ եւ սա այն Թուրքիան չի արդեն բարձրագույն կրթության մակարդակի մասին եմ խոսում, գիտության նաեւ ինչու ոչ։ Եվ երկրորդ մենք գիտենք, որ թուրքական սփյուռքը, որը տարիներ առաջ գնացել էր Եվրոպա, Գերմանիա, Ավստրիա եւ այլն, որոշակի իմաստով վերադառնալով այլևս Թուրքիան նոր մշակույթ է իր հետ բերել, նոր գիտելիքներ, նոր մասնագիտություններ, նոր ոլորտներ եւ այս իմաստով ես կարծում եմ թուրք գործարարները կարող են նաեւ շատ հետաքրքիր գործընկերներ լինել մեր գործարարների համար։ Այնպես որ Պարոն Սանդյան, հեքիաթ ջդես խարույկի վրա կայրեն, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Սանդյանը։ Հերոստայտոներ, քանի որ թեման շատ կարևոր է, վաղը մենք նույնպես կշարունակենք կզարգացնենք Թուրքիա-Հայաստան հնարավոր տնտեսական հարաբերությունների մասին։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաղորդման հովանավոր Շանգրիլա ժամանցի կենտրոն։ Շանգրիլա, կոտրեք կարծրատիպերը։ Շանգրիլա, կոտրեք կարծրատիպերը։ Հաղորդման հովանավոր Սեմուր & Քո ընկերություն։ Սեմուր & Քո տանիքի եւ շենքի երեսպատման համար ձևավոր լակապատ, ցինկապատ թիթեղներ, ջրհորդաններ, ցանցերի բազմազան տեսականի եւ այլ մետաղական արտադրանքներ։ Ռուսաստանից եւ Եվրոպայից ներմուծված բարձրորակ մետաղի շնորհիվ ընկերությունն իր արտադրանքի համար աննախադեպ 50 տարվա երաշխիք է ապահովում, տարբերվելով շուկայում առկա այլ թիթեղներից իր որակով եւ չափսերի ճշգրիտ համապատասխանությամբ։ Մեծականակ գնումների դեպքում նախատեսվում են զեղչեր։ Սեմուր & Քո ընտրեք լավագույն թիթեղները ձեր օջախի համար։